Ողջույն, եթերում Ամերիկայի ձայնն է, սիրելի բարեկամներ, եւ ձեզ կրկին ողջունում է Ինեսա Մխիթարյանը։ Ծանոթանանք մեր այսօրվա հաղորդման կարևոր թեմաներին։ Նոր տեխնոլոգիան կփոխի սոցիալական մեդիան։ Ինչով է պայմանավորված ամերիկյան ֆուտբոլի մեծ ժողովրդայնությունը։ Բրուքլինի շախմատի միջազգային դպրոցը։ Միացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքում սովորող երիտասարդ դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը իր տարիքի համար մեծ հաջողությունների է հասել։ Ամառային արձակուրդների ընթացքում Հայաստան վերադարձած Նարայի հետ խոսել է Երևանի մեր թղթակիցը։ Դաշնակահարուհի մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Նարա Ավետիսյանը արդեն 3 տարի է սովորում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Քլիվլենդի երաժշտական ինստիտուտում։ Նա ամեն տարի ամառային արձակուրդներին վերադառնում է Հայաստան եւ մենահամերգ տալիս է։ Մինչ Միացյալ Նահանգներ մեկնելը Նառան սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Ամերիկայի ձայնի հետ զրույցում դաշնակահարուհին կիսվեց ԱՄՆ-ից ստացած իր տպավորություններով, ինչպես նաև զուգահեռներ անցկացրեց արվեստի ոլորտում հայաստանյան եւ ամերիկյան կրթական համակարգերի միջև։ Համեմատելով Հայաստանում ուսումնական հաստատությունների հետ, Ամերիկայում տարբերությունն անում է, որ շատ ավելի փորձում են զարգացնել անձնական մտածելակերպը, քո մտահղացումները ընդունելով եւ տանելով այդ ուղղությամբ, այսինքն չեն փորձում պնդել չոր մտածելակերպ։ Նարա Ավետիսյանը բարձր է գնահատում Ամերիկայում երկրորդական ոչ պրոֆիլային առարկաների դասավանդման դինամիկան։ Նրա խոսքով որոշ առարկաների կուրսը կարող է ընդամենը 1-2 շաբաթ տևել։ Ամերիկայում Նարա Ավետիսյանի դասախոսն է մեր հայրենակից անվանի դաշնակահար Սերգեյ Բաբայանը եւ Նառան նրա միակ հայ ուսանողն է։ Ուսման ավարտից հետո երիտասարդ դաշնակահարուհին ցանկանում է վերադառնալ Հայաստան իր գիտելիքները փոխանցելով նոր սերնդին։ Մեծ հաճույքով կուզենամ իմ լուման ներդրեմ Հայաստան եւ իմ կրթությունը, որ ես հիմա ստանում եմ այնտեղ, նույնը բերել Հայաստան եւ զարգացնել, ինչի ոչ դասավանդել, եթե հնարավոր լինի, կազմակերպել ֆեստիվալներ, մաստեր կլասներ, ես մեծ հաճույքով դա կանեմ հաջորդ հայ սերնդի համար։ Նառա Ավետիսյանը Ամերիկայում ուսանելու տարիներին որոշակի դիտարկումներ է կատարել նաև կապված հայաստանյան եւ ամերիկյան ապրելակերպերի հետ։ Հայաստանի եւ Ամերիկայի այդ զուգահեռները տանելով երևի կցանկանայի հայերին ավելի շատ կազմակերպվածություն եւ հեռատեսություն, իսկ ամերիկացիների առօրյայի կամ գուցե գործերի մեջ ավելի քիչ մակերեսային մոտեցում։ Աշոտ Պողոսյան, Ամերիկայի ձայնի համար, Երևանից։ Սոցիալական մեդիայի օգտատերերի լուսանկարները շուտով կարող են փոխարինվել եռաչափ ավատարներով։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ծրագիր են մշակում, որը կարող է արմատապես փոխել սոցիալական մեդիան։ Սոցիալական մեդիայի օգտատերերի լուսանկարները շուտով կարող են փոխակերպվել եռաչափ պատկերներով։
But for me it's exciting to see that we now have Ես շատ ողջավորված եմ։ Շուտով բազմաթիվ մարդիկ հնարավորություն կունենան գրեթե անվճար մոդելավորել իրենց։ very quickly for almost no cost. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ստեղծարար տեխնոլոգիաների ինստիտուտի լաբորատորիաներից մեկի բաց դռների օրը Շապիրոն ցույց տվեց եռաչափ ավատարների ստեղծումն ու կիրառումը։ Yeah, it was insane. Within Կարծես հրաշք լիներ։ Նրանք 1 րոպեում ստացան իմ եռաչափ կրկնօրինակը, որը թռչկոտում ու վազում էր։ Այն հնարավոր է տեղադրել սոցիալական ցանցերում որպես անձնանշան, սովորական լուսանկարի փոխարեն։ 3D model of yourself on Facebook rather than just having like a profile picture. Օգտատերերը կարող են ամեն օր փոխել ավատարի տեսքը։ Տեխնոլոգիան ֆիքսում է անհատի հագուստը, սանրվածքը եւ այնպիսի պարագաներ, ինչպիսին ակնոցներն ու պայուսակը։ Համակարգչային ծրագիրն իր տարբեր անիմացիաների միջոցով ավատարին կյանքի է կոչում։ Շապիրոյի հավաստմամբ եռաչափ անձնանիշների շնորհիվ սոցիալական մեդիայի շփումը լիովին կփոխվի եւ մարդիկ ել ավելի ներգրավված կդառնան։ So if you can imagine having a Facebook page where you have not only Պատկերացրեք, որ ձեր Facebook-յան էջում ոչ թե զուտ հաղորդագրություն եք տպում, այլ ձեր վիրտուալ կերպարն է փոխանցում այդ տեղեկատվությունը, կամ ցանկացած սոցիալական հավելված, որտեղ դուք, ձեր ընկերները եւ ընտանիքի անդամները ներկայացված են ավատարների տեսքով։ cells and families and friends inside these simulations. We think it'll be very powerful. Այս ամենը հնարավոր կլինի հատուկ ծրագրի միջոցով։ Րոպեի ընթացքում համակարգիչը վերլուծում է տեղեկությունները եւ ավատարը պատրաստ է։ Ֆիլմերում եռաչափ ավատարներ ստեղծելը միլիոնավոր դոլարներ է, սակայն ավատարի այս տեսակը անհամեմատ ավելի էժան է։ On the order of 10-50. Ակնկալում ենք, որ ծրագիրը կարժենա 10, 50 կամ առավելագույնը $100։ Ցածր արժեքի գործոնը անշուշտ անդրադառնում է որակի վրա։ Ավատարի վրա բացակայում են դեմքի նուրբ մանրամասները։ Սակայն Շապիրոն համոզված է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կբարելավվի նաև որակը։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Ամերիկայի ձայնը հաղորդում է լուրեր աշխարհի կարևոր իրադարձությունների, հայկական սփյուռքի, մշակութային, առողջապահական, տեխնոլոգիական եւ գիտական նորությունների մասին։ Դիտեք Ամերիկայի ձայնի ամենօրյա հաղորդումները Armenia հեռուստաընկերության ժամը ծրագրերում, իսկ հեռուստահանդես ծրագիրը ամեն կիրակի ժամը 17-ին։ Այցելեք ինտերնետային մերեջը կամ դիտեք հաղորդումները բջջային հեռախոսներով։ Ամերիկայի ձայն, հավաստի տեղեկատվության աղբյուր։ Այսօր ամերիկյան ֆուտբոլը Միացյալ Նահանգների ոչ միայն խորհրդանշական, այլև ամենաեկամտաբեր մարզաձևն է, ինչով է պայմանավորված դրա մեծ հաջողությունը։ Միացյալ Նահանգներում առավել մեծ համբավ վայելող ամերիկյան ֆուտբոլի երկրպագուների թիվն օրեցօրաճում է։ Նրանցից շատերն այնքան են տարվում մարզաձևով, որ այն դառնում է իրենց մասնագիտությունը։ Մայք Ռիչմանը ֆուտբոլի ազգային լիգայի պատմությունն է ուսումնասիրում։ The NFL is part of American culture. Ֆուտբոլի ազգային լիգան ամերիկյան մշակույթի մաս է կազմում։ Այստեղ կա եւ կոպտություն, եւ մրցակցություն, եւ ատլետիզմ։ Այն երբեք չի ձանձրացնում եւ մարդիկ սիրում են այն։ Մարզիկների խաղաոճը պարզապես հիացնում է։ Դրա շնորհիվ ամերիկյան ֆուտբոլը մեր երկրում աննախադեպ տարածում է ստացել։ Իսկ որն է սպորտաձևի նման բուռն զարգացման պատճառը։ Ֆուտբոլի ազգային լիգայի հարուստ պատմությունը սկսվել է 1920 թվականից։ Սակայն ամերիկյան ֆուտբոլը հեռուստատեսության ուշադրության կենտրոնում հայտնվեց 1958 թվականի առաջնության առաջին պրոֆեսիոնալ խաղով, որի ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում, պատմում է Ռիչմանը։ And when the Ամեն ինչ սկսվեց նրանից, որ խաղը, որին մասնակցում էին Փարքի սրա թիմի 11 ապագա անդամները, հեռարձակվեց հեռուստատեսությամբ։ Այն պարզապես դյութեց հեռուստադիտողին։ Դրանից հետո պրոֆեսիոնալ ֆուտբոլը միշտ հեռարձակվում է։ Ըստ պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետազոտողների ընկերության, ֆուտբոլը ստեղծվել է հեռուստատեսության համար։ Ընկերության նախագահ Մարկ Ֆորդը գտնում է, որ 15 րոպեանոց խաղակեսով եւ 4 գովազդային ընդմիջումներով խաղը սպորտի եւ ժամանցի կատարյալ համադրություն է։ Ֆուտբոլի ազգային լիգան իր $10 միլիարդ տարեկան եկամտով գերազանցում է բասկետբոլի ազգային ընկերակցության եւ հոկեյի ազգային լիգայի եկամուտները միասին վերցրած։ Ընդ որում գումարի կեսը ստացվում է հեռարձակման իրավունքներից։ Մինչև 2027 թվականը ֆուտբոլի ազգային լիգայի եկամուտը կկազմի $25 միլիարդ, որը համարժեք է Պարագվայի կամ Կամերունի պես երկրների համախառն ներքին արտադրանքին։
Ֆուտբոլի ազգային լիգայի Denver Bronx-ի նախկին ֆինանսական տնօրեն Ալեն Ֆիրսի կարծիքով զարգացման ավելի շատ հեռանկարներ կան։ Դեռևս շատ գործոններ պետք է համադրվեն, որպեսզի լիգայի թիմերը կարողանան օգտագործել եկամտի բոլոր առկա եւ դեռևս չկիրառված աղբյուրները, սակայն 10 տարի առաջ ով կմտածեր սմարթֆոնների, լիգայի ցանցի եւ նմանատիպ հնարավորությունների մասին։ Ահա թե ինչը պետք է գործի դրվի եւ շահագործվի։ Forbes ամսագիրը հրաշալի ապագա է կանխատեսում ֆուտբոլի ազգային լիգայի համար։ Ներկայում լիգայի 32 անդամները աշխարհի 50 ամենաթանկ սպորտային թիմերի շարքում են, ինչն անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում ամերիկյան մշակույթի կարևոր մաս դարձած այս մարզաձևին։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Անկանխատեսելի բնակլիմայական պայմաններում մեծ նշանակություն են ձեռք բերում նոր տեխնոլոգիաները։ Ավստրալիայի գիտնականներն առցանց ծրագիր են ստեղծել, որը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Հարավային Քուինզլենդի համալսարանի գիտնականները մշակել են վիրտուալ աշխարհի առցանց ծրագիր, որը տեղեկացնում է շաքարեղեգ արտադրողներին կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների մասին։ Ուսումնական տեսանյութերում վիրտուալ ֆերմերները քննարկում են օրինակ ջրօգտագործումը եւ պարարտանյութերի արտահոսքը կրճատելու եղանակները։ Մասնագետների Geovdel-ի խոսքերով ըստ էության հարթակի միջոցով ֆերմերները ծանոթանում են գյուղատնտեսական այնպիսի մեթոդների, որոնց մասին գուցե չեն լսել։ Ծրագրի նպատակն է ֆերմերներին տեղեկացնել հասանելի նոր տեխնոլոգիական մեթոդների մասին, բարելավելու արտադրանքը, ինչպես նաև իրազեկել ջրային ռեսուրսների պահպանման անհրաժեշտության մասին, հատկապես չորային վայրերում։ Այս ֆերմերի կարծիքով վիրտուալ կերպարների ավատարների գաղափարը լավ մտահղացում է։ Քանի որ դրանք իրական մարդիկ չեն, ավելի շատ կենտրոնանում ես տրվող տեղեկատվության վրա, ասում է այս ագարակատերը։ Other decisions you make using climate forecasts? At the start, I did. Սկզբում փոքր ինչ դժվարանում էի, որթուս համար իհարկե անհամեմատ ավելի հեշտ էր, ասում է նա։ Anything on a PlayStation's good. Ավստրալիացի գիտնականներն աշխատում են ծրագիրը հրապուրիչ դարձնել բոլոր տարիքի արտադրողների համար։ We like to inject some humor into it, so we've got some funny. Եվ ինչպես համալսարանի մասնագետներն են ասում, ֆիլմերում կան հումորային դրվագներ, ծիծաղաշարժ կենդանիներ, հաճախ հնչում են նաև կատակներ եւ անեկդոտներ։ Փորձնական ծրագրի հաջողությամբ ողջևորված նախաձեռնողները այժմ ընդլայնում են ցանցը, ներառելով Ավստրալիայի 400 շաքարեղեգ արտադրողների։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Ժամանակակից աշխարհում սեռերի հավասարության գաղափարը մեծապես փոխում է հնուց եկող կարծրատիպերը։ Այսպես օրինակ կանայք կարող են իրենց ուժերը լիիրավ փորձել մասնագիտական բոլոր ոլորտներում, գրանցելով ոչ պակաս հաջողություններ։ Այս մասին է փաստում մեր հաջորդ տեսանյութի հերոսուհին։ Ջինա Շեֆերը երբևէ չի մտածել աշխատանքային գործիքների բիզնեսի մասին, սակայն ընտանեկան որոշակի հանգամանքներ փոխեցին ամեն ինչ։ Ամուսնուս հետ տուն գնացինք, որը որոշակի վերանորոգման կարիք ուներ, իսկ շրջակայքում գործիքների ոչ մի խանութ չկար։ Աշխատանքիս վայրում կրճատման վտանգ կար, ուստի որոշեցի բացել այս խանութը։ Դա 2003 թվականն էր, այսօր նա ունի 9 խանութ Վաշինգտոնում, որոնք օրական սպասարկում են 1200 հաճախորդի։ Սակայն հեշտ չէր բիզնես սկսել մի ոլորտում, որտեղ գերակշռում են տղամարդիկ։ Մենք ժպիտով ենք հիշում այն օրերը, երբ որոշ տղամարդիկ գալիս էին ինչ-որ ապրանք գնելու եւ խորհրդի կարիք ունեին։ Հարցնում էին. «Տղամարդ կա, ում հետ կարող ենք խոսել, ով է խանութի տերը» եւ նմանատիպ այլ հարցեր։ Սակայն ժամանակի ընթացքում գենդերային կողմնակալությունը աստիճանաբար վերացավ։ Այժմ շատերն են գալիս կին թե տղամարդ, պարզապես խորհրդակցելու որևէ կենցաղային հարցով։ Եթե կարողանում ես հստակ պատասխանել, նրանց այլևս չի անհանգստացնում տղամարդ ես թե կին։ Իր հաջողությունը Շեֆերը բացատրում է մի քանի գործոններով։ Նրա խանութները գործում են 90-ամյա ամերիկյան Ace Hardware խոշոր ընկերության ցանցի ներքո, որը տրամադրում է իր անունը վստահություն ներշնչող անկախ գործող խանութներին, եւ դա ամենը չէ։ Բացի խանութի գնողունակությունն ապահովելուց նրանք մի շարք ծառայություններ են տրամադրում՝ ուսումնական, ծրագրման, ֆինանսական։ Գնողունակության շնորհիվ Շեֆերին հաջողվում է մրցունակ գներով վաճառել զանազան ապրանքներ, ներկայարական պարագաներից մինչև լամպեր։
Հաջողության գործոնների թվում Շեֆերը նշում է նաև իր աշխատողներին, ովքեր ստանում են միջինից բարձր աշխատավարձ, ինչպես նաև առողջական եւ այլ նպաստներ։ Մենք ցանկանում ենք ստեղծել լավ աշխատավայր, որտեղ մարդիկ բավարար աշխատավարձ կստանան, հաճույքով կգան աշխատանքի, գնահատված զգալով։ Քրիստինա Ամայան այս ընկերությունում է աշխատում 6 տարի։ Շատ եմ սիրում աշխատանքս, այստեղ քեզ գնահատում են եւ հարգում, ոչ միայն որպես լավ աշխատող, այլև որպես անհատ, եւ դու քեզ կարեւոր ես զգում։ Այսպիսի աշխատանքային մթնոլորտը գոհացնում է նաև հաճախորդներին։ Այս հաճախորդը պատմում է, թե որքան գոհ է այս ցանցում իր գնումներից եւ այստեղ սպասարկումից։ Շեֆերը մտադիր է ընդլայնել խանութների ցանցը, քանի որ քաղաքային վայրերում գործիքների խանութների պահանջարկը շարունակում է աճել։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Երեսուներկու շախմատային տիտղոսների դափնեկիր Բրուքլինի միջնակարգ դպրոցը, որը հաղթող է ճանաչվել նույնիսկ ավագ դպրոցների շարքում, շարունակում է պատրաստվել ազգային առաջնություններին։ Այս մասին մեր վերջին տեսանյութում։ Բրուքլինի թիվ 318 միջնակարգ դպրոցում շախմատը դարձել է ապրելակերպ։ Շախմատի ծրագրի համակարգող եւ տնօրենի օգնական Ջոն Գելվինը շախմատը կարևոր ուղերձ է համարում երիտասարդության համար։ Երեխաների մեծ մասը, ասում է նա, անապահով ընտանիքներից է եւ ըստ էության որևէ աջակցություն կյանքում չեն ստանում։ Դպրոցի ծրագրի շնորհիվ նրանք հասկանում են, որ ինչ որ հարցում կարող են հաջողության հասնել։ Երբ Բրուքլինի Ուիլյամսբուրգ թաղամասի երեխաները երկրի լավագույն մասնավոր եւ ավագ դպրոցներում հաղթանակ են տանում, մեր կարծիքով, ասում է նա, դա հզոր ուղերձ է դառնում նրանց համար։ Ուսումնական տարվա ընթացքում շախմատի խմբակ է հաճախում 80 աշակերտ, իսկ ամռանը խմբակը բաց է 40 աշակերտի համար։ Շախմատի շնորհիվ նրանք տարբեր հմտություն են ձեռք բերում խաղաքայլերի ծրագրումից մինչև որոշումների կայացում եւ հետևանքների կանխագուշակում։ Ինչպես գիտեք, կարդալիս սկսում ես գուշակել պատմվածքի սյուժեն։ Այնպես էլ շախմատի դեպքում պետք է նախօրոք հասկանաս հակառակորդի մտադրությունը։ Աշակերտներից Ռաշադն էլ ասում է, թե սիրում է շախմատը, քանի որ այն ռազմավարական խաղ է։ Շախմատն օգնում է դասերին ավելի լավ պատրաստվել եւ պարզապես հաճույք է պատճառում, ասում է Ռոբերտը։ Դպրոցի շախմատային ծրագիրը համաշխարհային ճանաչում է ստացել։ Աշխարհի թիվ 1 շախմատիստ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Քարլսենը 2012 թվականին այցելել է դպրոց շնորհավորելու նորաթուխ ազգային չեմպիոններին։ Թիմի հաջողություններն արտացոլված են Բրուքլինի ամրոց մրցանակակիր ֆիլմում։ Դպրոցը հարյուրավոր մրցանակների արժանացել, սակայն տնօրեն Էրիկ Վինդլին առավել կարևորում է այն փաստը, որ շախմատը յուրաքանչյուր աշակերտի համար հնարավորություն է։ Շախմատ կարող է խաղալ ամեն ոք, անկախ նրանից ամաչկոտ է թե շփվող, ընկերներ ունի թե ոչ։ Շախմատը խաղ է, որը սիրում ես խաղալուց հետո։ Դպրոցի շախմատի ծրագրի շրջանավարտ Փոբո Էվքորոն, ով բարձրագույն կրթությունը շարունակելու կրթաթոշակ է ստացել, մարզում է ամառային խմբակի աշակերտներին։ Կյանքը մեծ շախմատային խաղ է, ասում է նա, որտեղ պետք է կարողանաս ճիշտ քայլեր կատարել։ Երբ հայտնվում ես որոշակի իրավիճակում, պետք է կարողանաս նախ վերլուծել այն եւ այնուհետեւ որոշում կայացնել։ Դա ինձ սովորեցրել է շախմատը եւ ես միշտ կկարողանամ կիրառել այն առօրյա կյանքում, ասում է նա։ Շախմատի աշակերտների 98% ավարտում է ավագ դպրոցը, նրանց մեծ մասը ուսումը շարունակում է քոլեջներում։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Բարեկամներ, մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Հիշեցնեմ սակայն, որ Ամերիկայի ձայնի հաղորդումները կարող եք դիտել նաև այցելելով մեր կայքեջը, որի հասցեն է amerikaizain.com։ Մինչ մյուս շաբաթ, ամենայն բարիք ձեզ, ցտեսություն։